ու թանկագին ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ դուք բոլորդ լավ եք ու ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, մեզ մոտ նույնպես ամեն ինչ լավ է, նորմալ է, ու ինչպես որ խոստացել էի, այսօր պատասխանելու եմ այն բոլոր հարցերին, որ երեք ու ընդհանրապես այս ամբողջ ընթացքում ձեզ հուզել է տվել եք այդ հարցերը, բնականաբար ու շատ նորմալ են այդ հարցերը, ես ժամանակի առումով չէի հասցնում բոլոր հարցերին պատասխանել ու այնպես էր ստացվել, որ մեզ մոտ ամեն ինչ շատ համապատրաստի ստացվեց, ամեն ինչ շատ արագ ստացվեց, չպլանավորած ճամփորդություն ստացվեց, ինչևէ հեսա կամաց ամեն հարցին կպատասխանեմ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ, թե լավ մաղթանքների համար, բարեմաղթանքների համար եւ թե հետաքրքրության համար, որ մեր ընտանիքի նկատմամբ ունեք։ Իրականում, ինչպես ասեցի, այս շատ չնախատեսված էր մեր Հնդկաստան գալը, այո, մենք Հնդկաստանում ենք, ովքեր որ նոր են միացել ալիքին ու չգիտեն, թե ինչի մասին խոսքը գնում, մենք այս պահին Հնդկաստանում ենք։ Այսօրվա վլոգը դեռ 3 պետք է նկարեի, բայց 3 անձրևներ էր ամբողջ օրը ու այս շինարարությունն էլ ինչպես տեսնում եք, ձայները չգիտեմ, հուսով եմ, որ չի խանգարի։ Մյուս կողմն էլ այդքան հարմար չի, անդադ մարդիկ են գնում գալիս ու այդպես այս միակ տեղն է։ Հուսով եմ, որ ձայները շատ չեն լսվի այս աղմուկը ու մեր վլոգը կստացվի, մեր հարց ու պատասխանը կստացվի։ Ամենաառաջինը մի մեկնաբանություն կար, որ Լանա ջան, դու երևի թե եւս ոչ բոլոր հարցերին ես պատասխանում, գուցե ժամանակի առումով կամ չես ուզում հարցերը սրտովը։ Չեն, իրականում ես արդեն նշել եմ, որ բոլոր հարցերին էլ պատասխանում եմ, հարցերը ինձ համար խնդիր չեն, ցանկացած հարցի կարող եմ պատասխանել ու այնպես սրտովս կամ սրտովս չի, այդպես ինչ որ բան չկա, հարցը առաջ հարցել է, ես պատասխանում եմ։ Ուրիշ բան է, որ այո, գուցե եւ ժամանակ չունեմ, հատկապես վերջին ժամանակներս տեսնում եք, որ աշխատում եմ ու տենց եթե երկար ինչ-որ մի բան պետք է պատասխանեմ, հնարավոր է լինում, որ թողնում եմ, որպեսզի մի քիչ ավելի ուշ նորմալ մանրակրկիտ պատասխանեմ այդ հարցին, կամ գուցե այդ պահին հարցի պատասխանը ես ինքս էլ չունեմ ու պետք է ոնց որ իմ կյանքի վերաբերող ինչ-որ հարց է, որ այդ պահին ես էլ անորոշության վիճակում եմ ու այդ պահին չեմ կարող ձեզ հստակ պատասխանել, դա եւս հնարավոր տարբերակ է։ Մյուս կողմից նաև նկատի ունեցեք, որ երբ որ ինչ-որ մի բան հարցնում եք, ինչ-որ մի հարց եք գրել, ես այդ օրվա վլոգը արդեն իսկ նկարել եմ, մոնտաժել եմ, բնականաբար հաջորդ օրվա վլոգի մեջ չեմ կարող այդ հարցը ներառել, ինչպես նաև լինում են հարցեր, որ այդ հարցի շուրջ պետք է երկար խոսեմ ու հնարավոր եմ համարում, որ ուրիշներին էլ կհետաքրքրի այդ հարցը, ավելի ծավալուն է լինում թեման, դրա համար թողնում եմ, որպեսզի ինձ էլ հարմար լինի այդ հարցին անդրադառնալու համար։ Դա կարա պատճառ լինի, թե չէ ընդհանուր առմամբ ինձ խնդիր չի, հարցերին պատասխանում եմ սիրով։ Այս ամենը, ինչպես տեսնում եք, ես ֆիլտրել եմ, նայել եմ, որն է հարց, որ հարցը ձեզ չեմ պատասխանել, որպեսզի ես կարողանամ տեսնեմ, հետո այսպես կարողանամ դուրս եմ բերել, հիմա ուզում եմ ընդհանուր թեմային անդրադառնամ, ինչու Բելգիային, իմ աշխատանքին, ինչ ենք անում Հնդկաստանում եւ սկսեմ նախաբանից, սիրելի բարեկամներ, որպեսզի ամեն ինչ պարզ լինի ու ամեն ինչ ավելի մանրամասն, այդպես ոնց որ ճիշտ կլինի ավելի։ Գիտեք, ընդունվեցի աշխատանքի, բոլոր փուլերը անցա, սիրով ստորագրեցի իմ պայմանագիրը, երջանիկ աշխատում էի, երևի թե շատ չէր անցել, 1 շաբաթ էր անցել արդեն, աշխատանքի ընդունվելուց հետո, այդ պայմանագիրը ստորագրելուց հետո վերադառնում եմ տուն աշխատանքից, երջանիկ դեմքով ինձ է դիմավորում ամուսինս, ասեց տեսնես ես ինչ ա եղել։ Ասեց Լյան, գիտես, հետաքրքիր առաջարկ եմ ստացել Հնդկաստանում աշխատելու վերաբերյալ։ Իհարկե ամեն ինչ վերջնական որոշված չի, որոշում եմ մենք միասին կկայացնենք, բայց նաև իրենց հետաքրքրել է իմ սևեն, իրենք են կապ հաստատել, իրենք են գտել ամուսնուս, մի խոսքով դեռ ինչ-որ փորձաշրջան էլ կա, ոչ թե փորձաշրջան, այլ ավելի ճիշտ սևեն ամեն ինչ համապատասխանում է, բայց ինքը միակ թեկնածուն չէր, էլի թեկնածուներ կային ու հարցազրույցներ, մի քանի փուլով հարցազրույցներ կար, որ պետք է անցներ ու նաև որոշենք իհարկե միասին արդյոք ընդունում
այս տարբերակը, թե ոչ։ Բնաբար իմ մոտ մի քիչ սրտի տրոփյուն առաջացավ այդ պահին, որովհետև հասկանալի է, որ ես իմ աշխատանքի ինձ հետ չէի կարող բերել Հնդկաստան, բայց նաև շատ լավ առաջարկ էր ամուսնուս համար, ամուսնուս կարիերայի համար, որ բավականին լավ առաջընթաց կունենա։ Միևնույն ժամանակահատվածում, երբ որ ամուսինս հարցրեց արդյոք կցանկանանք մենք ապրել Հնդկաստանում մի որոշ ժամանակ, թե ոչ, բնականաբար միանգամից մյուս գործողությունը, որ մեր կողմից կատարվել է, այդ դպրոցների ուսումնասիրությունը, որպեսզի տեսնենք այս տարածքում ինչպիսի դպրոցներ կան, ինչպիսի միջազգային դպրոցներ կան, ու արդյոք դպրոցները կհամապատասխանի մեր երեխային, որպեսզի տեղափոխվենք։ Դա երևի թե եղել է մեր տեղափոխության համար ամենաառաջին հարցը, ու հետո արդեն նայել ենք, ուզում ենք, չենք ուզում, շարունակում ամուսինս այդ ուսումնասիրությունները։ Ես ինքս առաջարկեցի, որ մասնակցի ու կտեսնենք արդյունքում, եթե մերն է, եթե ինչպես ասում են, Աստված այդպես է կամենում, ուրեմն այդպես է կամենում։ Դու դեռ այդ փուլեր կան, այդ փուլերը գնա, ես էլ իմ հերթին իմ աշխատավայրում զգուշացրեցի, որ գիտեք հնարավոր տարբերակի, որ ես եթե ամեն ինչ ընթանա այնպես, որ մենք աշխատանքի բերումով տեղափոխվենք Հնդկաստան, բնականաբար ես չեմ կարող էլ գալ աշխատանքի, հիանալի ես տնօրեն եմ ունեցել, շատ հասկացող, ըմբռնող ու ինչպես նաև ինքն էլ հասկանում է, որ լավ առաջարկից ինչի հարկավոր չի հրաժարվել։ Ու միանգամից մենք պայմանավորվեցինք, որ ես կշարունակեմ աշխատել, որովհետև եթե նոր սկսնակ աշխատող ես ու չես ուզում էլ աշխատես, ընդամենը 1 շաբաթ առաջ պետք է դիմում գրես, որպեսզի քեզ որ էլ չես ուզում աշխատես, ուրիշ նախապայմաններ չկային, բայց ես իմ դիմում չգրեցի, պայմանավորվեցինք, որ ինքը աչքի տակով կշարունակի, կփնտրի, բայց ոչ մի գործողություն չի արվի, կսպասենք վերջնական արդյունքներին ու եթե վերջնական որոշվի, որ այո մենք այստեղ ենք գալիս, ապա իրենք կսկսեն նոր աշխատակից փնտրելուն։ Ամեն ինչ հիանալի էր անցնում ամուսնուս մոտ, բնականաբար ինքը անցնում էր բոլոր այդ էտապները ու խոսքով դպրոցները այստեղ տեսել ենք, միջազգային կարգի դպրոցներ կային, միջազգային դպրոցներ կան, որոնք բավականին հետաքրքիր են ու հասկացանք, որ իսկ ինչու ոչ որոշեցինք, որ այո, մենք մի որոշ ժամանակով կապրենք Հնդկաստանում, նամանավանդ միշտ գիտեք, ուզում ենք այստեղ ճամփորդելու համար մոտավորապես մի 2 ամիս հարկավոր է ճամփորդելու համար, որովհետև հեռավորությունը երկար է ու այդքան էլ ճիշտ չի լինի, այդքան երկար ճանապարհ գաս, մի փոքր ժամանակ անց կարճ ժամանակով պետք է գաս երկար։ Հասկացանք, որ ամենաճիշտը կլինի, եթե ինքը աշխատի այստեղ ու մենք էլ փորձենք այս հատվածում ճամփորդել, ոչ միայն Հնդկաստանի մասն է խոսքը, այլ մոտակայքում կարելի է Թայլանդ գնալ, Վիետնամ գնալ, Չինաստանն է շատ մոտ, մի խոսքով շատ մեծ ճամփորդության հնարավորություններ կան, կարելի է աշխատանքը այդ ամենի հետ համատեղել ու ինձ թվում է հետաքրքիր կլինի, մեզ հետաքրքիր կլինի։ Ու այսպեսով ես պատասխանեցի նաև ձեր այն հարցին, թե ճամփորդում ենք այստեղ, թե ապրելու համար ենք եկել։ Ինչպես հասկացաք, երկուսը մեկտեղ կարելի է ասել, երկար ժամանակով կլինենք դեռ Հնդկաստանում։ Ես հերթով այսպես ձեզ հարցերին պատասխանելով հիմա կգամ։ Հարցից մեկը շատ շոկ չի, ինչու լքեցիք Բելգիան եւ որոշեցիք գնալ Հնդկաստան։ Հարցի երկրորդ մասին արդեն պատասխանեցի, որ ինչու լքեցինք Բելգիան, իրականում ոչ այդքան շատ լքեցինք, Բելգիան գիտեք այն երկիրն է, որտեղ երևի թե միշտ կվերադառնանք, բայց աշխատանքի բերումով երևի թե ճակատագիրը մեզ այդպես էր ցանկանում, որ որևէ մի ինչ-որ շրջան էլ ապրենք այստեղ։ Շոկին վերաբերող ոչ բացարձակ շոկ չի։ Նայեք ծառերը ինչպես են տերևները շարժվում։ Հիանալի եղանակը, մինչալոց այստեղ ասեցին, հիմա անձրևների սեզոնն է, անդադ անձրևներ են լինում ու շատ հով է։ Հիանալի եղանակը, իսկապես են որ կարճաթերով ես չես շոքում ու հովա։
Սրանից ավելի լավ եղանակ չի կարա լինի, ասենց ասեմ, բացարձակ տոտ չի։ Գնել եք տունը, թե վարձել եք, կուզես ապրել Հնդկաստանում։ Չէ, սիրելիներ, տունը չենք գնել, տունը մեզ տրամադրել են, այս տունը աշխատանքային պայմանագրի մաս էր կազմում, հա, այստեղ մեզ տրամադրել են, որպեսզի մենք ապրենք։ Կուզենամ ապրել Հնդկաստանում, իհարկե, հետաքրքիր է ցանկացած երկիր, մշակույթ, այն էլ Հնդկաստանի նման մշակույթը, Հնդկաստանը շատ հարուստ մշակույթ ունի ու իհարկե ինչու ոչ, բայց հավերժ ապրել չեմ կարող ասել, դեռ ընդամենը մեկ շաբաթ եմ այստեղ, դեռ շատ ինչ-որ տեղեր չեմ գնացել, շատ բաների ծանոթ չեմ, դրա համար այդպես ոչ կարող եմ հստակ ասել, հա, շատ եմ ուզում այստեղ եմ ուզում ապրել, երազում եմ այստեղ ապրել, ոչ էլ կարող եմ մերժել, ասեմ, չէ, այստեղ չեմ ուզում ապրել։ Ամեն դեպքում ինձ առայժմ դուր է գալիս, մարդիկ շատ բարեհոգի են, ժպտերես են, ինչ-որ հարց տալիս ես, ուզում են քեզ պատասխանեն, բավականին կրթված մարդիկ են, ամեն դեպքում ում հետ որ մենք ենք շփվում այստեղ, ուսանողներ են հիմնականում, շատ գոհ եմ, ես ինչ-որ բարեկիրթ մարդիկ են ու ովքեր ձգտում են ուսման ծառավ, ժողովուրդ, այս հարցին կանրադառնամ, այս մարդիկ, այստեղի ուսանողները, հա, նույնիսկ ճաշարան նստած են, որ ասում է գիրք են կրծում, այդ ուսմանը շատ մեծ ուշադրություն են դարձնում, ինչը ինձ շատ ա դուր գալիս, այդ իրենց սովորելու ձգտումը։ Բլոգեր Հասմիկին հանդիպելու մասին եք հարցնում, սիրելի բարեկամներ, բնականաբար Հասմիկ ջան, քեզ ջերմ բարևներս, ինձ թվում է Հասմիկին բոլորը ճանաչում եք, ով ապրում է Հնդկաստանում, Մումբայում, առաջին խոսակցությունը, երբ որ եղավ Հնդկաստանի մասին, բնականաբար բացի ինտերնետից, այսպես ինչ-որ տվյալներ հավաքելու քաղելու մասին, ես Հասմիկին եւս հետևում եմ, միշտ հետևել եմ ու ինչ-որ կարծիք ունեի Հնդկաստանի մասին, բայց էկրանից այն կողմել բնականաբար էլի հարցեր առաջացան ու անպայման թեկուզ հենց դպրոցի մասին, որովհետև գիտեմ Ռոնին այնտեղ դպրոց է գնում, թե ոչ դպրոցն է գնում, արդյոք գոհ է, արդյոք այդ նույն դպրոցը ունի, այստեղ մասնաճյուղ, որովհետև մենք տարբեր նահանգներում ենք ապրում, մի խոսքով։ Բնականաբար միանգամից Հասմիկի հետ եմ կապվել, մենք շատ լավ զրույց ենք ունեցել ու հիմա էլի կապի մեջ ենք, եթե ինչ-որ հարց լինում է, անպայման ինքն էլ գիտի ցանկացած հարցով ինձ կարա դիմի, ես էլ կարող եմ իրեն դիմել, այնպես որ մեր միջև ոչ մի ինչ-որ խնդիր չկա, ես այդպես մարդ չեմ, որ հեշտությամբ եմ ես մարդկանց հետ շփվում եւ խնդիր չեմ տեսնում, որ Հասմիկի հետ կարող է շփվենք։ Ինչ վերաբերվում է հանդիպելուն, ես էլ շատ եմ ուզում հանդիպել, բայց մեր նահանգները շատ հեռու են իրարից, բավականին մեծ հեռավորություն կա, այնպես չի, որ անհնարին է, մենք էլ ինչպես ասեցի, ճամփորդելու մտադրություն ունենք ու անպայման ճամփորդելուց այնպես կկազմակերպենք, որ անպայման Հասմիկին տեսնենք։ Նաև առաջարկել եմ, եթե Հասմիկն էլ իր ընտանիքով ցանկություն ունենա գա այս մեր նահանգը, մենք էլ մեծ սիրով իրան կհանդիպենք, մի խոսքով, սիրելի բարեկամներ, իհարկե կհանդիպենք, ոնց կարող գաս Հնդկաստան իմանաս հայ կա այստեղ ու չցանկանաս հային հանդիպել հայի հետ։ Ես միշտ ուրախանում եմ ցանկացած որտեղ էլ որ լինում եմ, միշտ ասում եմ, եթե հայ կա, մեծ սիրով կցանկանամ հանդիպել։ Այնպես որ այո, հնարավոր է որ հանդիպենք, կոնկրետ չեմ կարող խոսք տանալ, որ վաղը գնում ենք հանդիպելու, որովհետև թե ամուսնուս աշխատանքի հետ պետք է համընկնի այդ տեսակ արձակուրդ պետք է լինի մի քանի օր, որպեսզի կարողանանք իրար հանդիպել, բայց մեծ ցանկություն կա եւ իմ կողմից եւ Հասմիկի կողմից, որպեսզի հանդիպենք, մեր երեխաներն էլ իրար տեսնեն, ծանոթանան, ինչու՞ չէ։ Շատ հաճելի կլինի։ Իդեպ այսպես նաեւ ուզում եմ համ ձեզ ասեմ, որ իմանաք, որ այստեղ Հնդկաստանում եւս մի հայուհի կա, ես պարզապես իր անունը հիմա չեմ տա, իմ հետևորդներից է ջեմ բարևներ, ուղղակի նախապես չեմ հարցրել, արդյոք ես կարող եմ իր անունը տամ թե չէ, երեք էինք խոսում հեռախոսով, էլի ինչ հարցեր որ ունեի, բոլոր հարցերով պատրաստ է օգնել, ինքն էլ էլի թե որ խանդներից կարելի է օգտվել, մի խոսքով լիքը հարցեր թե դպրոցների հետ կապված շատ ինֆորմացիաներով ինքն էլ ինձ հետ կից
ստացվեց, այնպես որ եթե հնարավոր լինի, ես կհանդիպեմ մեկ օր իր հետ ու եթե հնարավոր լինի միասին էլի վլոգ կնկարենք, կտեսնենք ինչպես կստացվի, նաև պետք է հարցնեմ։ Հիմա ես քեզ ջերմ բարևներ եմ ուղարկում, իհարկե չեմ նշում, ինչպես ասեցի, քան որ չեմ հարցրել կարող եմ թե ոչ, բայց շատ ուրախ եմ, որ այդպես հետևորդներից անմիջապես ինքը էլի էր գրել, գիտեմ, որ Հնդկաստանում է ապրում, բայց այդպես կապը չկար, միանգամից կապեցինք ու բոլոր հարցերս, այսպես ասած, ես իր հետ էլ քննարկեցի։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ լինում, երբ որ հայերով սենց կապը կարողանում ենք միասին պահել։ Ջերմ բարևներս ևս մեկ անգամ, հուսով եմ, երբ որ գաս Հայաստանից, այս պահին ինքը Հայաստանում մագնացել է Հայաստան հանգստանալու, երբ որ գա մեծ սիրով կհանդիպեմ։ Որ հուսամ, ես էլ ձեզպես հուսով եմ, որ շուտով կլինի այդ հանդիպումը ու միասին տեսանյութ կունենանք ձեզ համար։ Հայաստանից որ երկրում կցանկանայիք ապրել։ Ասեմ, որ այս հարցը շատ ինձ հնչեցնում եք ու շատ բարդ հարց է։ Ընդհանրապես երկիր մոլորակի վրա չկա մի երկիր, որտեղ լինի ամեն ինչ հիանալի։ Բոլոր տեղերը մի խնդիր կա, մի տեղ այսինչ բանն է լավ է, մի բանը լավը չի, մի տեղ այն մյուսն է լավ է, մյուսը լավը չի, չկա մի տեղ, որտեղ որ գնաք ու ամեն ինչ հիանալի կլինի, որ ասում է հերվից է ձայնը լավ հնչում ու երբ որ գնում հասնում եք ու հասկանում եք, որ չէ ախր այնպես չէր, ինչպես որ ես էի ցանկանում կամ այնպես չէ, ինչպես որ ես էի մտածում, ես էի ենթադրում։ Դրա համար սիրելիներս այդ հարցին պատասխանելը չեմ կարող կոնկրետ ասել, որ ես այսինչ տեղը կուզենայի, երազում եմ ապրել, չէ, ամենտեղ իր խնդիրները կան, որտեղ որ ընտանիքս լինի, այնտեղ կցանկանամ ապրել բնականաբար, այդպես կպատասխանեմ այդ հարցին, բայց չկա երևի թե այտենց երկիր անթերի, որտեղ գնամ լուսնի վրա։ Երկար ժամանակով եք եկել Հնդկաստան, ձեր աշխատանքը Ալեքսի դպրոցը, ինձ թվում է այս հարցերին պատասխանեցի, երկար ժամանակ կլինի կարծում եմ, իմ աշխատանքը արդեն հասկացաք, ես ազատվել եմ աշխատանքից, այստեղ գալուց ընդամենը եւ իթե մի շաբաթ հաշվար կարեցինք, արդեն գիտեի երբ տեղյակ էի պահել, այնտեղ ասեցի, արդեն վերջնական գիտեին, թե երբ եմ գալու, ես իհարկե ավելի շուտ էի իրենց ասել, մոտավորապես մի ամիս առաջ իրենց ասել էի արդեն վերջնական, թե կոնկրետ որ օրն ենք գալու, ոչ թե մտադրությունը մենակ որ կարող է, այլ դրանից հետո նաև վերջնական, երբ որ ամեն ինչ անցանք ու 2 ամիս հետո պետք է գայինք, բավականի ընդհանուր ոնց որ 3 ամիս տևել է, հա, այս վիզաների հարցը, ես այս վլոգներ նկարել եմ, ասել եմ, որ գնում եմ վիզա Հնդկաստան դեսպանատուն վիզայի համար եւ այլն, ինչևէ, 1 ամիս առաջ ես արդեն ասել էի, տնօրենից տեղյակ էի պահել, այնպես որ մենք կապի մեջ ենք ու ասաց, եթե վերադառնաս, ուրախ կլինեմ նորից, եթե վերադառնաս մեր մոտ աշխատելու, այնպես որ ով գիտի երբ կվերադառնամ, բայց երբ որ վերադառնամ, միշտ հաճելի է իմանալ, որ քեզ սպասում են այնտեղ։ Հնդկաստանում կոնկրետ որտեղ եք ապրում։ Հնդկաստանում ապրում ենք Բենգլորում, Բենգլորը համարվում է իրեն Սիլիկոն Վալին, այստեղ բոլոր այդ IT ոլորտի մասնագետները, մեծ ընկերությունները, բոլորը ամեն ինչ այստեղ է, ոնց որ կայացած IT ոլորտի բոլոր լավագույն մասնագետները այստեղ են սովորում, այստեղ են աշխատում, մի խոսքով ամեն ինչ որ կապված է IT-ի հետ այստեղ է։ Կենտրոն չեմ գնացել առայժմ, դրա համար ձեզ էլ ոչինչ չեմ կարող ասել, միայն նկարներով եմ տեսել, շատ սիրուն է, գեղեցիկ է, հսկայական շենքեր, շինություններ, ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Կգնամ անպայման ձեզ համար վլոգներ կնկարեմ այնտեղից։ Չեն 24 ժամ հսկում, լավ հարց է, բայց այստեղ քանի որ ընդհանրապես բոլոր շենքերը, լավագույն շենքերը միշտ Հնդկաստանում բոլոր շենքերը ունեն հսկիչներ, ինձ թվում է անվտանգությունից ելնելով, ամեն դեպքում այստեղ 1.4 բիլիոն մարդ է ապրում, միշտ խոսում ենք, որ Չինաստանում շատ մարդիկ են ապրում, բայց չենք մոռանում նաև, որ Չինաստանին համահունչ նաև Հնդկաստանն է գնում, Հնդկաստանն է առաջ շարժվում, նաև տնտեսապես։ Էլի խոսում ենք
Չինաստանի տնտեսության մասին, որ Չինաստանը տեսեք ոնց է աճել, ոնց է սենցնեց, բայց չենք մոռանում նաև, որ Հնդկաստանի տնտեսությունը աճում է Չինաստանի տնտեսության հետ չի զիջում ինչ-որ բաներով։ Հնդկաստանը ընդհանրապես շատ հզոր զարգացող երկիր է, բայց բնականաբար 1.4 բիլիոն մարդկանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր չունեն կրթություն, չունեն հնարավորություններ առաջ գնալու համար։ Դրա համար միշտ կրթությունը հարկավոր է ուշադրություն դարձնել կրթության վրա, որպեսզի ճկուն լինես նամանավանդ այս դարաշրջանում ու կարողանաս քո տեղը գտնել, եթե հետ ես մնում ինչ-որ այդ համահունչ չես քայլում գիտությանը զարգացմանը, դու հետ ես մնում, բնականաբար արդեն էլ ֆինանսապես չես կարող լավ վաստակել, որպեսզի ընտանիքիդ լավ կարողանաս տրամադրել ամեն ինչ, այն ինչը որ կուզենաս։ Բելգիայի աշխատանքը չեմ կորցնի, մինչ վերադառնա։ Այս հարցին արդեն պատասխանեցի։ Դժվար չի, որ մոտակայքում նորմալ խանութ չկա։ Ճիշտն ասած, այս պայծրությամբ շատ չեմ զգում այդ պահը, որովհետև ռեստորաններից ենք օգտվում այս պահի դրությամբ եւ մի հատ ճաշարան ունեն հնդկական, մի հատ եվրոպական ոճով բուրգերներ, ամեն ինչ ոնց որ ունենում են հիմնականում ու մեկ շաբաթավոր էստեղ ենք, այդպես ես խիստ անհրաժեշտություն չեմ գտնում, որպեսզի առանձին ինչ-որ խանութ գնալու համար։ Լավ կլինի իհարկե, որպեսզի մոտակայքում խանութ լինի, բայց ես ինչքանով գիտեմ, որ այս տարածքը, որտեղ որ ապրում ենք, ասեցին, որ ընդամենը 1 կանգառ հեռու է կենտրոնից ու կենտրոնում մեծ մոլեր կան, մեծ խանութներ կան ու ամեն ինչ կարելի է այնտեղից գնել։ Դեռ այս տարածքից շատ դուրս չեմ եկել, ընդամենը 3 էր որ դուրս եկա, փողոց ենք անցել, մի հատ փողոց եմ անցել ու հետ եմ վերադարձել, օրը կիրակի էր, ոնց որ թե ոչ ամեն ինչն էր աշխատում, այդ փոքր խանութներ որ տեսակ, իսկապես գրեթե ոչինչ չկար այնտեղ, բայց 1 կանգառ հեռավորությամբ ասեցին, որ ամեն ինչ կա։ Հիմա մինչև ես չգնամ իմ աչքով չտեսնեմ, բնականաբար չեմ կարող իմանալ, թե ինչպիսի մեծության ու ինչ հնարավորությունների խանութ է այդ խանութը։ Ինչպես ասում են, այն որ ասում եք որտեղ կուզենայիք ապրել, մի հատ էլ ուրիշ խոսք կա, չէ, ռուսական ասում է «Хорошо там, где нас нету»։ Հիմա լավ է հնչում, նույնն այս խանութի վերաբերալ կարող եմ sense փոխել, ասեմ դե մինչև չգնամ չտեսնեմ չեմ կարող էլի ասել ինչքանով է լավ, ասեցին որ լավն է։ Մյուս հարցը պատվաստումների տեղեկանք ստուգում են սահմանահատելուց, թե դա պարտադիր պայման չէ։ Չէ, պատվաստումների համար ոչ մի փաստաթուղթ չեն ստուգում, ընդհանուր առմամբ միայն օդանավակայանում խիստերին չէր կարելի նկարել օդանավակայանում, շատ գեղեցիկ օդանավակայան ունեն, Բենգալորի օդանավակայանը շատ հավանեցի, շատ սիրուն էր, կանաչ ծառերով, պալմաներով, մի խոսքով շատ նման էր Բալիի օդանավակայանին, երբ որ դուրս ես գալիս այդ դիմավորելու հատվածում, մարդիկ կանգնած էին, էլի տաբլիչկաներով թվում են իրենք սպասում ում են դիմավորելու ու այդ դրսում այդ պալմաների տակ մի խոսքով գեղեցիկ էր, շատ հաճելի էր, ջրվեժ ունեն, մի խոսքով սիրուն օդանավակայան էր։ Պատվաստումներ հատկապես երևի թե ճամփորդելու համար չեմ տեսել ոչ մեկին, որ հարցնեն։ Չի եղել այդպիսի բան։ Որքան ժամանակով եք գնացել հանգստանալու։ Այս հարցին էլ արդեն ավտոմատ ոնց որ թե պատասխանեցի, որ բավականին երկար կլինենք առայժմ այստեղ։ Մյուս հարցը։ Հնդկաստանը շատ աղքատ երկիր է, ունի հզոր ռազմաարդյունաբերություն, չկա ընկերտերությունը, ինչպես եք այդտեղ հարմարվել, երկար եք մնալու, որ քաղաքում եք։ Այս հարցերին էլ պատասխանեցի։ Ձեր ապրած տեղը շատ մաքուր է երևում, իսկ ձեր քաղաքը մաքուր է։ Ճիշտն ասած, չգիտեմ, քանի որ այստեղից դեռ դուրս չեմ եկել, այստեղ իսկապես շատ մաքուր է, ամբողջությամբ տեսախցիկներ են։ Հիանալի համալսարաններ ունեն, ես չի պատկերացնում, որ նմանատիպ են համալսարանները այստեղ։ Մի օր մեծ թուր կկազմակերպենք, եթե ցանկանում եք, մի խոսքով, շատ մեծ, սիրուն, մաքուր, շատ կիրթ ուսանողներով կարևորը։ Ճամփորդում եք, թե ապրելու եք։ Այս հարցին էլ պատասխանեցի, արդեն իմացաք, որ ապրելու ենք որոշ ժամանակ այստեղ, որ քաղաքում եք, որտեղ եք ապրում, հյուրանոց է դա։
Չէ, սա հյուրանոց չի, ես հարցնել պատասխանեցի, սա դասախոսների համար նախատեսված շենք է, որտեղ օտարերկրյա դասախոսներն են այստեղ ապրելու։ Տեղի ուտելիքները որքանով հավանեցիք։ Տեղի ուտելիքներին ես ինչ-որ չափով, ես էլ ամուսինս էլ ինչ-որ չափով ծանոթ էինք, այնպես չի որ ծանոթ չենք։ Իրականում եթե դուք ճամփորդել եք էմիրություններում, անհնար է հնդկական ուտելիքներ փորձած չլինեք։ Հնդկական ուտելիքները Lulu սուպերմարկետը երբ որ գնում էինք միասին, Lulu սուպերմարկետի տերերից, հա, մեկ ազգությամբ հնդիկ է, մյուսը ազգությամբ էմիրացի է, ու այդ Lulu սուպերմարկետը հենց հնդկական ապրանքներ են, մեծ մասը, հիմնական ապրանքների մեծ մասը հնդկական ապրանքներ են, ճաշատեսակներն էլ են հնդկական նման, կամ բաներ իհարկե որ փորձել եմ ուղակի, կամ բաներ որ նորություն է ինձ համար, կծուն է հիմա շատ, ուտելիքները շատ կծու են, բայց արդեն սովորել եմ, առաջին օրն էր որ մի քիչ դժվար էր, բայց հիմա արդեն սովորել եմ։ Այնպես որ եթե էմիրություններում եղել եք, ես ձեզ համար նաև պատրաստել եմ իրանց կարագ չայ են ասում, այստեղ ուրիշ ձև են ասում, այստեղ ոնց են ասում, չեմ հիշում հիմա այստեղ ոնց են ասում, չեմ հիշում, չեմ կարող ասել, բայց նույն կարագ չայն է, համեմունքներով, կաթով, որ պատրաստում ենք ու այնտեղ էլ խմել ենք։ Ընդհանուր առմամբ նույնն է, մանգոյով լասին է, բանանով լասին է, քաղցրեղենները այդքան շատ չեմ փորձել, բայց ինչպես ասում եմ, գրեթե ամեն ինչ նույնն է, սիրելի բարեկամներ, շատ մեծ տարբերություն չկա։ Հացերն են մի փոքր, որ գուցե ինչ-որ մեկից փորձել եմ, մյուսից չեմ փորձել, բայց սովորեմ, համերին սովորեմ, ինչև է։ Ուզում եք հիմնական ապրել Հնդկաստանում։ Որ ասում երբեք մի ասա, երբեք, չգիտեմ, ոչ ոք չգիտե ինչ կլինի իր հետ ապագայում, չեմ կարող ասել, բայց այդպես կոնկրետ պլաններ, որ ասեմ եկել ենք մշտական ապրենք Հնդկաստանում, չէ, ասեցի, ուղղակի աշխատանքի բերումով ենք եկել, թե ինչքան կապրենք, արդեն ինչքան կապրենք, այդքան կապրենք, միասին կտեսնենք, կհետևենք իրադարձություններին։ Դասերի համար այստեղ արդեն արձակուրդներ են, այստեղ դպրոցական արձակուրդներ են, հունիսից նոր սկսելու են դասերը, խոսել են ամուսնուս աշխատավայրից, արդեն կապվել են այն դպրոցի հետ, որտեղ որ պետք է գնա, իրանք են այդ հարցերը կազմակերպելու, այդ կազմակերպչական հարցերը, քանի որ դպրոցում էլ արձակուրդներ են, մի խոսքով այդ ամենը բնականաբար նախնական շրջանում, ինչպես ասեցի, ամենաառաջին հարցը դա է քննարկվել է, որ մենք նոր այնտեղից ընտանիքով եկել ենք։ Ինչ վերաբերվում է, որ ընտանիքով գալուն, մեր մոտ խոսք չկար նույնիսկ, որ ես մնայի այնտեղ, ամուսինս գար, տեսներ կհավանի, չի հավանի, եթե նկատել եք, մենք ուր գնում ենք, ընտանիքով միասին պետք է գնանք, ու ճիշտ է, գտնում եմ այստեղ դպրոց գնալը Ալեքսի համար շատ ավելի ճիշտ է, քան եթե Ալեքսը մնար այնտեղ, մենք ավելի ուշ գայինք կամ չգիտեմ էլի, այդ հարցին էլ մի անգամից պատասխանեմ, որ գտնում եմ, որ եթե գնում ենք, մենք այդպես ենք ընտանիքով կարծում, որ ուր գնում ենք, միասին ենք գնում, եթե որոշում ենք, որ մենք ինչ-որ մի քաղաք ենք գնում, երկիր ենք գնում, որ այդտեղ ապրենք, ուրեմն գնում ենք միասին, ընտանիքը պետք է լինի միասին, մեզ համար դա շատ կարևոր է։ Այդ հարցին էլ պատասխանեցի, սիրելի բարեկամներ։ Հարցերը այսքանն էին, կարծում եմ բոլորիդ հարցերին պատասխանեցին, ամեն դեպքում այնպես է, որ հարցերը լինում են հարցեր, որոնք որ շատ եմ ասել մեկնաբանություններում, լինում է հարցեր, որ սկրինինգ է անում YouTube-ը ինքը եւ որոշ հարցեր կա, որ ինքը ինձ ցույց չի տալի, որոշում է մի հատ նախ պահում է, ուսումնասիրում է, տեսնում է, որ այնտեղ վիրավորանք չկա գրված, նոր ինձ համար բացում է։ Ամեն դեպքում այն հարցերը, որոնք ես տեսել եմ, բոլոր հարցերին պատասխանել եմ, եթե կա ինչ-որ մի հարց, որը որ դուք գրել եք ու ինձ չի երևացել, բայց չեմ կարծում, որովհետև իրականում գնացի փորձեցի այդ սկրինինգն էլ գտնեմ, թե որտեղ են թաքնված մեսեջները, ոչ մի բան չեմ նկատել, այդտեղ էլ չկար, այնպես որ պատասխանեցի, սիրով պատասխանեցի ձեր հարցերին իմ թանկագին բարեկամներ։
Այսքան այսօրվա համար։ Ջերմ բարևներ տաք արևոտ երկրից, տաք արևոտ Հնդկաստանից։ Կհանդիպենք արդեն ավելի ուշ մեր հետագա ամենօրյա վլոգներում։ Լավ մնացեք։ Տեսություն։